Սիրելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, FM 106 եւ 5 հաճախականության վրա են ձեր ռադիո ընդունիչները, եթե դուք մեզ լսում եք կամ դուք մեզ դիտում եք գործարար ալիքի լրատվական ռադիոյի YouTube-ում, Instagram-ում, Telegram-ում կամ որևէ այլ թվային հարթակում, նաեւ ձեզ խորհուրդ եմ տալի բաժանորդագրվել այդ հարթակին։ Սա Դալանդայլեքս հաղորդաշարն է, Արմեն Սաքապետոյանն է մեր տաղավարում։ 1SQ ընկերության համահիմնադիր, ողջույն Արմեն։ Ողջույն Դավիթ ջան։ Ուրախ եմ, որ մեր տաղավարում եք։ Դալանդայլեքս հաղորդման շրջանակում ենք այստեղ, բայց ձեզ ներկայացրեցինք 1SQ-ից։ Մի քիչ խոսենք 1SQ-ն ինչ է, հետո խոսենք ինչ կապ ունի Դալանի հետ, հետո շարունակենք քննարկել մնացած հարցերը։ Շատ շնորհակալություն հրավերի համար, հաճելի է գտնվել այս գեղեցիկ տաղավարում։ Կարճ եթե ներկայացնեմ 1SQ-ն դա 1 քառակուսիմետրն է։ Այսինքն ցանկացած քառակուսիմետր մեր համար կարևոր է կառուցապատման մեջ իհարկե։ 1SQ-ն հիմնադրվել է 2018 թվականին եւ ամբողջ նպատակը շուկայի այն բացը լրացնելն է, որը որ միշտ եղել է Հայաստանում եւ միշտ հիմա էլ դեռևս կա։ Դա կառուցապատման կազմակերպումն է կամ ներդրումների ներգրավումն է կառուցապատման նպատակով, որտեղ կա հողի տեր կամ փողի տեր, կա եւ հողի տեր եւ փողի տեր, որը որ հնարավորություն չունի կամ չունի այդ ռեսուրսները, որպեսզի կարողանա պատշաճ կրակի ձևով նախագիծ իրականացնել, կամ ներդնողներ, ովքեր որ ունեն գումար, բայց ցանկանում են աշերտ գույքի մեջ ներդրում կատարել, սկսած հողատարածքը գտնելուց, նախագծի կոնցեպտը մշակելուց, դրա իրավական, ֆինանսական, հարկային, ամբողջ քաղաքականությունը մշակելը, դրանից հետո ամբողջ քաղաքաշինական փաստաթղթավորումը կազմակերպելը եւ հետո վերջիվերջո շինարարության կազմակերպումը, մրցույթներ, շինհրապարակում աշխատանքների կազմակերպում, եթե վաճառքի ենթակա օբյեկտ է լինում, ապա դրա վաճառքի կազմակերպում, այս ամբողջը սինխրոնիզացնող միջոց է 1SQ-ն եւ կարող եմ հպարտությամբ նշել, որ ունենք լավ արդեն ավարտված մի շարք նախագծեր, որտեղ որ կարելի ասել բոլորը գոհ են։ Այդ շատ լավ է, որ բոլորը գոհ են։ Այդ գործընթացներից ըստ ձեզ որն է ամենաբարդը։ Դեռ ես լսում եմ տարբեր մարդիկ տարբեր բաներից են բողոքում։ Օրինակ, ինչ որ մարդիկ ասում են, որ շատ դժվար է նորմալ շինարար գտնել։ Ինչ որ մարդիկ ասում են, որ իրանց համար դժվար է պետության հետ շփվել։ Պետական մարմինների նկատի ունեմ համայնքապետարան, քաղաքապետարան, թե կախվածա որտեղ են անում շինարարությունը։ Այլ դրանք ընդհանցակարգային խնդիրներ են եւ միտեղ դա բարդ է, միտեղ հեշտ է, միտեղ շինարարը պարտը ճանաչ է, միտեղ մի քիչ ավելի խնդիրները պետական մարմինների հետ ավելի հեշտ են առաջ գնում կամ ավելի պարզ է ընթացքը։ Այս ամենի մեջ ամենաբարդը դա ճիշտ ռազմավարություն մշակելն է, որովհետեւ ամեն ինչ պետք է բխի այդ ռազմավարությունից, ճիշտ օբյեկտ ընտրելն է, ճիշտ տեղադիրք ընտրելն է, ֆունկցիոնալ գործառնական իր նշանակությունը ճիշտ որոշելն է։ Այսօր շուկայում կտեսնեք, որ սենց ժամանակին մեկը դեղատուն էր բացում, մյուսը բոլորը դեղատուն է, հետո տաքսի սերվիս, հետո ինտերնետ։ Այո, նույն ձևով սնկի նման սկսեցին աճել կառուցապատողները կամ կառուցապատման այս բիզնեսը, շատ լավ է, դա վերում է մրցակցության, բայց գրեթե բոլորը կրկնում են մեկը մյուսին։ Լավ, թե գնային քաղաքականության մեջ, թե որակի, թե մյուսի։ Այ ամենակարևորը եւ ամենադժվարը կարծում եմ ճիշտ ժամանակին ճիշտ ռազմավարություն ունենալն է եւ ճիշտ գործառնական նշանակության օբյեկտ կառուցելն է։ Ժամանակ կար դա բնակարանաշինություններ ավելի կոմերցիոն տեսանկյունից գրավիչ, շահավետ, այո, եւ երբ որ կար դեռևս եկամտարկի հետ վերադարձ, երբ մենք սկսեցինք Դալան նախագիծը, բոլորը զարմացած հարցնում են, բայց եթե կա ավելի գրավիչ ֆինանսական կամ իրացման տեսանկյունից ավելի գրավիչ նախագծեր բնակարանաշինության մեջ, ինչի է գնացել մտել, այստեղ եկամտարկը չի վերադարձում, ոչ ժամանակը եկավ եւ ապացուցեց, որ այս ռազմավարությունը, որը որ մեր գործընկերների հետ մենք ստեղծեցինք, դա ամենաճիշտն էր, որովհետեւ Հայաստանում եւ կարելի ասել տարածաշրջանում, Կովկասում գոնե կարող եմ ասել, կամ չկան կամ եզակի են նմանատիպ կառույցները, որտեղ որ կարող ես դու հյուրընկալել միջազգային չափանիշներով աշխատող կազմակերպությունների։ Դրա մասին էլ էի մտածում, օրինակ աշխատավայրը ավելի շատ միջավայր է, քան տարածություն, չէ՞, այսինքն ինքը ինչ որ
բաների համախումբ է։ Այո։ Դալանին ի՞նչն է տալի այն միջավայրը, որը ըստ ձեզ պիտի հետագայում նաև բերի լավագույն ընկերություններին, թե Հայաստան, թե հենց Դալան։ Այ հենց Դալանի ռազմավարության մեջ դրված է դա, եւ եթե Դալանը ինքը որպես կառուցապատման օբյեկտ 155,000 քառակուսի մետր է եւ դրա օգտագործելի տարածքները մոտավորապես 120,000 քառակուսի մետր են, դրանից բուն գրասենյակային տարածքները 44-45,000-ն են։ Այսինքն գրեթե կրկնակի չափով գրասենյակային տարածքների մենք ունենք ենթակառուցվածքային հատվածներ, դրանք սկսած ավտոկայանատեղիներն են, հեծանիվի կայանատեղիներն են, ֆուդկորտերն են, ջիմն է, կոնֆերանս դահլիճներն են, սպորտային դահլիճներն են, միջոցառումների դահլիճներն են, ռեստորաններն են, ասենց կարող եմ շարքով թվարկել, դա այն բնակարանային կամ ապարտ-հոթելային են միջավայրն է, որտեղ որ ցանկացած մեծ ընկերություն, որը որ ունենում է հյուրերի մեծ ներդոս, կարող է միանգամից տեղակայել իր հյուրին այդ շենքում, այսինքն ամեն ինչ ստեղծված է, որպեսզի մարդը քիչ ժամանակ ծախսի իր կենցաղը առօրյա կենցաղը աշխատաժամին կազմակերպելու տեսանկյունից եւ ավելի շատ կենտրոնանա աշխատելու վրա, որովհետեւ գաղտնիք չի այսօր մեր քաղաքում A կետից B կետը տեղաշարժվել է, դեռ օրինակ առավոտ որպեսզի հասնես 8-ին կամ 9-ին քո աշխատավայրը, առնվազն 1 ժամ կորցնում ես գնալուց, 1 ժամ գալուց։ Ինքը հենց լոկացիան էլ տեղակայված է այնպիսի տեղ, որ գտնվում է երկու մայրուղիների արանքում, Ծիծեռնակաբերդի խճուղի, Մոնտեմելքոնյան խճուղի, եւ հասանելիությունը շատ հարմար է, որպեսզի կարողանան մարդիկ հասնել իրենց աշխատատեղը։ Ես ինչքան հասկանում եմ, սա նաև հնարավորություն է տալիս փոքր չափով ինքը նաև ներդրման համար է լավ գործիք, այնպես չի որ Դալանը ունի սեփականատեր եւ տնօրինություն եւ ինքն է վարձակալ, այսինքն սովորական քաղաքացիներ կարող են գնել տարածքներ եւ էլի տալ վարձակալության։ Արդյոք կան հիմա այդ ազատ տարածքները, թե այլևս վաճառված են եւ վարձակալության ինչ պայմաններ կան, ինչ տոկոսների մասին է խոսքը, ռոին ինչ է, էլի կա տենց հաշվարկ թե չէ։ Այո, կա, ես հիմա կարող եմ մեր նախանշած ռոյները ասել կամ միջին եկամտաբերությունն ասել, բայց սկսեմ մի փոքր այն կետից, արդյոք կան տարածքներ, թե չէ, այո, հենց ամբողջ կոնցեպտը նա է, որ Դալանը դա միավորում է բազմաթիվ ներդնողների, որոնք որ գնել են կամ ցանկություն ունեն գնելու տարածքները եւ հանձնել տարածքները մեկ միասնական օպերատորին կառավարման, որը որ շատ կարեւոր է հենց վարձակալների տեսանկյունից, երբ որ նրանք շփվում են մի ձեռագրի հետ, մի մարդու հետ կամ մի կազմակերպության հետ, ունեն բոլորը նույն իրավունքները, նույն պարտականությունները, ընդհանուր համակեցության նույն կանոնները, այլ ոչ թե ի համեմատություն տարբեր վարձակալվող տարածքների, որտեղ որ սեփականատերերը փոքրիկ իշխանիկի դեմքով, հա, կամ կապիտալիստի դեմքով սկսում են ճնշել վարձակալին, բուրժուայի կարելի ասել, այսինքն ստեղ ամեն ինչ համակարգված է, սիստեմավորված է, եւ դա ոչ միայն սիստեմավորված է մեր ներհայաստանյան չափանիշներին համապատասխան, այլ միջազգային չափանիշներին համապատասխան, որովհետեւ ցանկացած միջազգային միջին կամ մեծ ընկերություն, եթե նպատակ ունի տեղակայվելու Հայաստանում, չեք պատկերացնի, բայց 30-ից 40 կետանոց հարցաշարեր են ներկայացնում ենթակառուցվածքների, պայմանների, այս ընդհանուր համակեցության կանոնների մասին, որը որ արդեն համապատասխանում, որին որ համապատասխանում է հենց Դալանը միայն, կարելի ասել, եւ ոչ միայն համապատասխանում է, այլ նաեւ ինքը հանդիսանում է տարածաշրջանում նմանատիպ կառույց, որը որ հենց LEED սերտիֆիկացման է ենթարկվել, սա շատ կարևոր է, եւ ցանկացած ընկերությանը մագնիսի նման ձգում է այն կազմակերպությունները, որոնք որ նպատակ ունեն տեղակայվել Հայաստանում, նրանց ձգում է դեպի Դալան։ Հետո դեռ էլի կարևոր բան կա, էլի, երբ որ քո կողքը քեզ նման կառույց, այսինքն դու գալիս ես ինչ որ միջավայրում ես վարձակալում, ոչ թե դու քո մոտ քո գրասենյակում կարողանում ես միջավայր ստանալ, բայց կողքդ ինչ որ բաներ են տեղի ունենում, որոնց հետ դու բացարձակ կապ չունես ու քեզ նման մարդիկ էլ չեն դրանք, էլի, դա էլ է շատ կարևոր։ Այո, լրիվ համաձայն եմ ձեր հետ եւ մի հանգամանք էլ կուզենամ նշել, այնց այդ մի ընտանիքի գաղափարը, թվում է թե այդտեղ տեղակայվող կամ տեղակայվելիք ընկերությունները բոլորը մրցակիցներ են,
բայց հավատացեք, այս պահին արդեն ստեղծվում է ընկերությունների մեջ մի հատ հետաքրքիր կոոպերացիա, գրեթե բոլորը, որոնք որ նպատակ ունեն տեղակայվելու IT կազմակերպություններ կամ IT գործունեություն իրականացնողներ են, դա կլինի ֆինանսական շուկայում, ծրագրավորման շուկայում, իրավական շուկայում, այսօր գրեթե ամեն ինչ վերածվել է IT-ի եւ հավատացեք, մի քանի օր առաջ մի հատ դեպք եղավ, երբ որ երկու տարբեր ընկերությունների ներկայացուցիչներ հանդիպեցին, ասեցին, «Վայ, ինչ լավ է, մենք նույն շենքում ենք, կլինի մենք արդեն սկսեցին իրար հետ համագործակցելու ինչ որ բաներ քննարկել»։ Սա էլ է շատ կարևոր, որովհետեւ ինքը ամբողջ IT համայնքի համար ցուցանմուշային է եւ մյուս հանգամանքը, որը ես կուզենայի շեշտել, դա այն միջավայրն է, որ մենք ստեղծում ենք նաեւ ստարտափների համար, դա որոշակի արտոնություններ մենք պետք է սահմանենք ստարտափային որոշ ընկերությունների համար, եւ ենթադրում եմ մրցակցային արդեն եղանակով, որոնց որ մենք տալու ենք այն ստիմուլը գտնվելով հենց IT ընկերության շենքում կամ IT պարկում ձգտել, որպեսզի հասնեն իրենց մյուս ընկերություններին, որոնք որ արդեն խոշոր են, մեծացել են եւ տեղակայվել են արդեն որպես հիմնական հյուրեր այդ շենքում։ Այդ շատ լավ կլինի, որովհետև ստարտափները հաճախ դրա կարիքը ունենում են, այսինքն իրենք լավ էնտուզիաստների թմեր են լինում մեծ պոտենցիալով, բայց չեն ունենում հնարավորություն մեծ կամպանիաների հետ նույն տարածքում, նույն հարթակում աշխատելու, որովհետև ամեն դեպքում մարդկային շփումը բերում է դրան։ Ինչքանով որ ես հասկացա, OneSQ-ի առաջի կոմերցիոն նախագիծներ նկատի ունեմ ոչ բնակելի շինության։ Չէ, մենք ունեցել ենք մեկ նախագիծ, Ծաղկաձորում ապարտ հոթելը առաջին կառուցել ենք մենք եւ համակարգն ենք ներդրել, դա Կեչի House է կոչվում էր Կեչի House, հիմա արդեն լիարժեք գործում է, իհարկե մենք հետո կառավարումը հանձնեցինք սեփականատիրոջը, բայց իմ կարծիքով բավարար կառավարում այնտեղ այսօր չի իրականացվում, որովհետեւ հենց եկանք հայտնվեցինք մեր հայաստանյան գործարար իրականության հետ, բայց դա առաջին նախագծերից էր, որ մենք Ծաղկաձորում սկսեցինք ու հավատացեք այն ժամանակ, երբ որ մենք բանկերի հետ բանակցում ենք ֆինանսավորման հետ կապված ու նպատակ ունեինք, գները սահմանել ենք 1 քառակուսի մետրը $900 կահավորված, որևէ բանկ չէր հավատում մեզ, որ մենք այդ գնով այդ ժամանակ այո կարող ենք անել, բայց Փառք Աստծո մենք արեցինք, կարող եմ գլուխ գովալ, որ 3 ամսում 330 համար կամ փոքր բնակարան մենք վաճառեցինք եւ այն մարդիկ, ովքեր որ գնեցին 2-3 տարվա ընթացքում ունեցան իրենց եկամուտների հետ վերադարձ, իհարկե ի շնորհիվ նաեւ Ռուսաստանից տեղափոխված բազմաթիվ այդ վարձակալությունների բարձրացման պայմանավորված, բայց ամեն դեպքում դա մեր ոչ կոմերցիոն քաղաքաշինության նախագծերից է, որը որ կարելի ասել վարակիչ դառավ ամբողջ հանգստյան այդ գոտիներում Ծաղկաձոր, Դիլիջան, Այրման, այդ ապարտ հոթելներ սարքել, հա։ Այդ լավ է, բայց լավ է, եթե կառավարումը իրականացվում։ Լավ է, եթե այո, ընդհանրապես մեր բիզնեսը կարիք ունի դուրս գալու այդ փակ վիճակից, հնարավորինս բացվի, նոր ներդնողներ ներգրավի եւ լավ կառավարման համակարգեր ունենա։ Ունենք մենք նմանատիպ կոմպլեքսներ մեր գործարարները, որ չէ իմնա, ես մենակ պետքա լինեմ, ինչու պետքա ֆինանսական ցուցանիշներս բոլորը իմանան։ Մենք կարծում ենք հակառակը, ինչքան դու շատ բացես, ինչքան շատ ինվեստորներ ներգրավես, ու ոչ պարտադիր չի, որ ասենք $5 միլիոն անոց մի հատ պապիկ լինի սիգարով ծխելով գա քո հետ խոսա, այտենց, այլ կարելի է 10, 20, 30, 50 հազար գումար ունեցողներին ներգրավել, այո, եւ հավաստիացնել, որ ճիշտ համակարգ է գործում։ Արմեն, սովորաբար ձեզ են նախագիծը առաջարկում, թե ձեզ ելքային տվյալներ են տալի, նախագիծը դուք եք առաջարկում։ Այսինքն ինչ որ մարդ գալիս ասում է, ես ունեմ հողատարածք այս լոկացիայում ուզում եմ սարքեմ այս բանը, թե գալիս ասում է, ես հողատարածք ունեմ, չգիտեմ ինչ սարքենք։ Սովորաբար մեզ դիմում են հենց հիմնականում հողատարածք ունեցողները, որոնք որ չունեն բավարար միջոցներ, իհարկե նրանք այդ հաշվիչով մի անգամից երբ որ հաշվում են, պատկերացնում են, որ արդեն հեսա որ կառուցեն ինքը մի քանի միլիոն կունենա, բայց դա այտենց չի, դա շատ բարդ է առաջին հենց այդ կոնցեպտի ընտրությունը կախված է արդեն շուկայի վիճակից, միջավայրից։ Դուք մասնակցում եք կոնցեպտի ընտրությանը։ Իհարկե, մենք ենք առաջարկում օրինակի համար
բաց են քաղաքաշինական սահմանափակում, իսկ լավ հարկայնություն եւ այլն, մենք ենք առաջարկում օրինակ այս հատվածում լավ կլինի Այսինքն կարող է ինչ-որ մի մարդ գա, ով գա ասի, որ ես ուզում եմ ստեղ հյուրանոց սարքեմ, դուք նայեք ելքային տվյալները, ասեք, եղբայր, ավելի ճիշտ կլինի բիզնես կենտրոն լինի, ստեղ ոչ թե հյուրանոց։ Ինչ որ հաշվարկներով ցույց տաք իրան տարբերությունները։ Այո։ Դա արդեն զոնավորման խնդիր է, արդեն նայում ենք միջավայրում ինչ կա աշխատի այդ օրվա շուկայի պահանջարկը, ինչպիսին է մեր գործընկեր ինվեստորները ինչ նախագծերում են ուզում ներդրումներ կատարել, այո, սրանք բոլորը համալիր հարցերի խումբ են, որոնք որ քննարկվում են, շատ են լինում, երբ որ քննարկում ենք ու չեն գալիս մենք համաձայնության։ Դեպēc էլ է լինում։ Հա, իհարկե, որովհետև սեփականատերերի պատկերացումները շատ ժամանակ մի քիչ ուրիշ են լինում։ Իրանք շարունակում են իրենց ճանապարհով գնալ, մենք մեր ճանապարհով, բայց էլի գալիս են Դալանի օրինակին, որ մենք կարողացանք գործընկերներով գտնել այդ բոլոր հարցերի բանալիները եւ այսօր պարտորեն կարող ենք ասել, որ մոտենում ենք ավարտին։ Դե Դալանը իրականում մեգա նախագիծ է, թե իր ծավալներով, թե ժամանակով, այսինքն մինչև COVID-ն է, չէ՞ սկսվել։ Այսինքն այդքան դե նախագիծը որոշում իմ գործընկերոջ կողմից երբ որ մշակվել է եւ ստեղծվել է, իր տակ կա նաեւ ներդրումային ամբողջ փաթեթը, բնականաբար 19-ից է սկսվել, հետո 20-ին COVID, պատերազմ, այլն, Դալանի նախագծի մեջ մտնելու մեր երկխոսությունը սկսվել է 21 թվականի երկրորդ կեսին արդեն, շատ արագ ամեն ինչ զարգացել, հենց որ մենք արդեն 22 թվականին մեկնարկեցինք, իհարկե այդ բուն շինարարական աշխատանքների նախորդել է մեծ երկար տքնաջան աշխատանք զոնավորումների, ֆինանսական հաշվարկների, ներդրումների ներգրավման այս ամեն ինչը։ Միջինացված այդ этаպներին, որ բաժանենք, ամենաժամանակատարը շինարարությունն է, թե ավելի ժամանակատար բաներ էլ կան։ Այդ հենց process-ում էլի ցիկլում։ Եթե նայենք օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերը քաղաքաշինական փաստաթղթերի, մոտավորապես 40%-ը բաժին է ընկնում քաղաքաշինական փաստաթղթավորմանը, սկզբնական եւ ավարտական փուլում, մոտ 60%-ը բաժին է ընկնում շինարարությանը, պայմանական, եթե 40 ամիս է տևելու, ապա մոտավորապես 16 ամիս տևում է, 14-ից 16 ամիս է փաստաթղթավորումը, ինչը շինթույլտվություն ստանալ եւ ավարտումից հետո մոտ 30 ամիս, 28 ամիս, 26 ամիս նայած արդեն նախագծի տևում է բուն շինարարությունը, բայց այս ամեն ինչին նախորդում է այդ feasibility study-ին, իրատեսականության հաշվարկը, որովհետեւ դու չես կարող ներնողին ասել կլինի, գազ չգիտեմ, մի քիչ ծախս անես, մինչև տենանք ինչ ալտելու էլի, այո, իրատեսականության հաշվարկը, որի մեջ ներառվում է եւ իրավական խնդիրներ, որովհետեւ գրեթե բոլոր գույքերը Հայաստանում ունենում են իրավական խնդիրներ, առնվազն կադաստրային քարտեզագրման, հարևանների հետ վեճեր եւ այլն, այսինքն սա ներածական մասն է կարելի ասել։ Այսինքն ցանկացած շինություն Հայաստանում, որը մենք տեսնում ենք, որ սկսում են փորել, որ հեսա պիտի շենք դառնա, պիտի իմանանք, որ մինչև այդ բավականին լուրջ աշխատանք է արվել, մինչև մարդիկ հասել են առնվազն 6 ամիս դա տեղի է ունենում, առնվազն դա փոքր օբյեկտներին է վերաբերում, Դալանի դեպքում դա գրեթե տևել է մի տարի, իհարկե նաև շատ մեծ արագագործություն ենք մենք ցուցաբերել, դրա մեջ մտնում է շրջակա միջավայրի փորձաքննություն, համալիր փորձաքննություն, լիդ սերտիֆիկացման համար անհրաժեշտ ամբողջ նախապատրաստումը, որը որ ենթադրում է, որ 24 ժամյա հսկողության տակ ենք մենք, ամբողջ շին հրապարակը եւ ինքը 24 ժամ տեսաձայնագրվում է, որպեսզի մենք կարողանանք ստանալ այդ սերտիֆիկատը, որը որ մեզ բերում է արդեն, այսինքն հետագայում ինչ-որ մեկը նայելու է, որպես վերահսկող տեսնի շինարարական ընթացքը ոնց է եղել։ Հետագայում չէ, հիմա էլ նայում են, ինքը դու հայտ ես տալիս, այո, որ ես ուզում եմ այս սերտիֆիկատից ունենամ, այո, այդ հայտից բավարարումից հետո պետք է իրենց տեխնիկական պահանջներին համապատասխանես ու դրանից հետո սկսես արդեն քո գործընթացը, դրանց մեջ այնքան մանրուքներ կան, որոնք որ շատ ժամանակ կարող է թվում է թե անհեթեթ ինչ որ պահանջներ են, բայց երբ որ այդ պահանջները բոլորը իրար միավորում ես, դու հասկանում ես, որ իրականում դու օգնել ես բնությանը։ Դու լավ գործ ես արել, ոչ թե անիմաստ գործ ես արել, այլ շատ պիտանի գործ ես արել։
ամենաանեթեթ պահանջը չծխելու պահանջն է շինհրապարակում։ Ոնց եք դրում այդ բան հայ վարպետների հետ։ Բոլորը ասում են ես էլ ասենք փակ տարածքում չի կարելի ծխել, բայց բաց առանձին ծխարաններ, սա իհարկե գալիս է արդեն մեր աշխատանքների կազմակերպման կանոնակարգումից, պետք է լինի կարգ ու կանոն։ Իհարկե թաքուն ծխում են, այնտեղ տուգանել չենք կարող, բայց ձգտում ենք գոնե չափանիշները պահել։ Հետագայի համար ինչ պլաններ ունեք։ Այս տարվա վերջին պիտի որ ավարտվի դալանը, ճիշտ է։ Այո։ Հետո ինչ կա այդտեղ անելու այս նախագծի վրա։ Իսկ երբ որ շինարարությունը ավարտվեց, ձեր գործն էլ ավարտվում է այդտեղ նկատի ունեմ Վանեսկյուի շինարարության ավարտով, թե այդտեղ դեռ process կա ինչ որ։ Շինարարության ավարտից հետո մենք ունենք երկու փուլ՝ ավարտ եւ հետո շահագործման հանձնում։ Շահագործման հանձնման պահից, այո, արդեն ավարտվում է Մեկեսկյուի գործառույթը, բացառապես ֆինանսական արդեն գործառնություններն են մնում, որպեսզի ամփոփվեն։ Դրանից հետո արդեն դալանում պետք է ստեղծվի, հիմա արդեն ստեղծման փուլում է կառավարող ընկերություն, որը որ պետք է դիմ ասած մեկ ձեռագրով, նույն ձեռագրով իրականացնի ամբողջ շենքի կառավարումը։ Ինչ է անելու Վանեսկյուն դալանից հետո։ Վանեսկյուն դալանից բացի շատ նախագծեր ունի, որ կառավարում է։ Վանեսկյուն շարունակելու է հետաքրքիր նախագծեր բերել, հետաքրքիր ներդրումներ բերել։ Այսօր մենք նախագիծ ունենք Հրազդան քաղաքում, Աշտարակ քաղաքում, մենք փորձել ենք Երևանից դուրս գանք։ Շատ կարևոր է։ Այո, մեզ շատ կարևոր մի բան է ստիպել այն նպատակը, որ մենք Երևանում խիտ հատվածներում առավելապես, չեմ ասում կենտրոնում, չենք գնում այդ հմայքին էլի, կենտրոնում մի բան ունենալ, դրա համար որոշել ենք արդեն շրջաններում, Աշտարակում, Հրազդանում կառուցապատում իրականացնել, էլի նպատակներ ունենք մարզերում, մարզկենտրոններում կառուցապատում անելու, բայց ունենք շատ հետաքրքիր նոր նախագծեր, որոնք որ ավելի շատ ուղղված են գյուղական туриզմի զարգացմանը, նմանատիպ ենթակառուցվածքներուն։ Այո, աշխարհում շատ հետաքրքիր մոդելներ կան, որ չեն իրականացվում Հայաստանում, ընդ որում ասեմ, վերջերս կառավարության կողմից ընդունվեց մի որոշում, որով որ գյուղնշանակության հողերի վրա, այսպես ասած, ռանչոների կառուցման չափանիշներ սահմանվեցին, ինչը անթույլատրելի էր, լավ պարզեցվեց սա, եւ ցանկացած մարդ այդ ռանչոներ ունենալու ձգտում ունի, ունենք այդ կոնցեպտը, այդ նախագիծը անելու։ Այսինքն շինություն գյուղնշանակության հողի վրա, ճիշտ եմ հասկանում։ Այո։ Այդ ռադիոլսողներին էլ ասեմ, որ հողերը նշանակություն են ունենում, ով ծանոթ չի եւ կան նշանակությամբ հողեր, որոնց վրա շինարարությունը արգելված է, թույլ չի տրվում։ Եվ նպատակ ունենք ամառանոցային արդեն կառուցապատում իրականացնելու, իհարկե դա էապես տարբերվելու է, չգիտեմ, մեր Ձորախբյուրի ամառանոցներից, տենց Զոնցիկի մոտ, այնտեղ պիտի անպայման նկուղում բան լինի, փոստ լինի, որ ավտոյի յուղը փոխվի կամ այդ յուղը կաթա 4 հարկանի շինություն պետքա լինի, վերևը բիլիարդ լինի, որ ոչ մեկ չի խաղում։ Դրանք լինելու են նոր միջազգային չափանիշներն համապատասխան փոքր հենց ամառանոցային տնակներ, միջավայրեր, որտեղ որ դու գնալով հանգստանալով կարողանալու ես հնարավորություն ունենալ օգտվել այդ ամբողջ տարածքի ենթակառուցվածքներից, այլ ոչ թե ենթակառուցվածքները ծախսանես, բերես քո տարածքիդ մեջ կառուցես, որ տարին մի անգամ օգտագործես։ Մեզ հատկացված եթերաժամանակը ավարտին մոտեցավ, ես վստահ եմ, որ դուք հաջողելու եք ձեր բոլոր պլաններով, վստահ եմ, որ առիթ լինելու է, ելի խոսելու ենք սրա մասին, մեզ պատմելու եք արդեն այդ պլանները որպես տեղի ունեցած, արդեն կատարված, ավարտված նախագիծ։ Սիրելի ռադիոլսողներ, այսօր այսքանը, մենք կհանդիպենք, սա Դալան Dialogues-ներ։